Փառք Տիրոջ, ուզում մեր այսօրվա գլխավոր խոսքը կարդալ Գործ առաքելոց 10-րդ գլուխից։ Գիտենք Հիսուսին, որ Նազարեթից էր, թե ինչպես Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ, որը շրջում էր բարի գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ Փառք մեր Աստծուն։ Եկեք մեկ պահ եւս մեր սրտերը խոնարհեցնենք ամենակարողի առջև։ Հայր, շնորհակալ եմ այսօրվա համար։ Գոհությամբ ենք ընդունում այսօրվա օրը Տեր քո ձեռքերից եւ քեզ փառք ենք տալիս, որ դու Տեր օրհնեցիր մինչեւ այս պահը եւ սա իրականություն դարձավ, Տեր, փառք է, շնորհակալ եմ։ Տեր, դու շնորհառատ ես մեր նկատմամբ։ Մենք զարմանում ենք, մենք հիանում ենք, մենք Տեր ուրախանում ենք քո շնորհքի առատությամբ, Աստված բարի, փառք ես։ Խոնարհվում եմ քո առաջ եւ փառքը, պատիվը, մեծությունը, գովասանքները տալիս եմ քեզ, բարձրյալ, փառավոր Աստված։ Շնորհակալ եմ այսօրվա համար, Տեր։ Տեր Աստված, մենք քեզ ենք կանչում, ինչպես որ մինչև այս պահը օրհնեցիր, Տեր, ամբողջ հետագա ընթացքը քո ձեռքերի մեջ ենք հանձնում եւ խնդրում ենք քո հոգուց զորությամբ, քո առաջնորդությամբ, քո խոսքի զորությամբ, Տեր, քո ներկայության զորությամբ առաջնորդիր ողջ այսօրվա ընթացքը։ Եվ միայն դու երևա, եւ միայն դու փառավորվիր, Տեր Աստված, որտեղ այսօր ուզում ենք, Տեր, որ դու տիրես ամեն հոգու եւ ամեն մարմնի վրա։ Եվ թող այսօր երկինքը Տեր դրսևորվի այս վայրում։ Թող այսօր քո կամքը հայտնի լինի այս վայրում։ Թող այսօր Աստված քո կամքը գործի այս վայրում, ինչպես որ դու կուզես, Տեր Աստված, դրսևորվիր, խնդրում եմ քո հոգուց զորությամբ, Տեր։ Եվ դու փառավորվիր ողջ ընթացքում։ Մենք սպասում ենք քեզանից հայտնություններ։ Մենք սպասում ենք քեզանից մեր կյանքի մեջ փոփոխություն։ Մենք սպասում ենք քեզանից Տեր Աստվածը զորություն։ Մենք սպասում ենք քեզանից Տեր Աստվածը նոր տեսիլքներ, մարգարեական խոսք։ Մենք սպասում ենք քեզանից քո կամքի հայտնությունը։ Մենք սպասում ենք քեզանից բժշկություններ։ Մենք սպասում ենք քեզանից Տեր Աստված, եւ մեր սպասումը դու ես եւ քեզանից է, Տեր։ Օրհնիր այսօր եւ ավելին առ Աստված, քան մենք սպասում ենք, քան մենք հավատում ենք, քան մենք խնդրում ենք, ավելին առ բարձրյալ Աստված, որտեղ քո կարողությունները սահման չունեն, դու ամենակարող Աստվածն ես, փառք ես։ Մեզ համար պատիվ է, Տեր, որ դու մեզ հետ ես, որ այստեղ ներկա ես, մենք պաշտում ու երկրպագում ենք քեզ, փառավոր Աստված, օրհնյալ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ալելույա։ Ամեն, 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 ամեն։ Փառք ես Տեր, փառք ես Տեր, փառք ես Տեր։ Այս խոսքում ծերներ մենք կարդացինք, որ Աստված նրա հետ էր, Աստված Հիսուս Քրիստոսի հետ էր։ Երբ որ Աստված լինում է մարդու հետ, դա նշանակում է, որ Աստված ունի բարեհաճություն այդ մարդու կյանքում, այդ մարդու կյանքի համար։ Աստված ունի աջակցություն այդ մարդուն, Աստված ունի օրհնություն այդ մարդու կյանքի համար։ Աստված հաճենում է այդ մարդու հետ լինել եւ այդ մարդուն օրհնել, այդ մարդուն առաջնորդել, այդ մարդուն առաջ տանել եւ աջակցել ամեն հարցում։ Դա նշանակում է, որ այդ մարդը ունի աստվածային հաջողություն։ Այդ մարդը ունի աստվածային ընթացք, աստվածային կյանք, որովհետեւ Աստված նրա հետ է։ Երբ որ Աստված մարդու հետ է, դա նշանակում է, որ Աստված հաստատում է այդ մարդուն։ Աստված օրհնում է այդ մարդուն եւ հաջողություն է տալիս այդ մարդուն։ Եվ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համար, երբ որ նա որպես մարդ եւ որպես Աստված երկրի վրա քայլում էր, Սուրբ Գիրքը շեշտում է եւ ասում է. «Եվ Աստված նրա հետ էր»։ Եվ նա օծվել էր, նա բժշկում էր, նա հրաշքներ էր գործում, նա փրկում էր, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Փառք մեր Աստծուն։ Սիրելիներ, այսօրվա իմ խոսքը այս ուղղությունը ունի, որ Տեր, այն ինչ որ դու սկսել ես մեր կյանքերում անել, մեր եկեղեցիներում անել, մեր շուրջը անել, Տեր, մենք ուզում ենք պահպանել այն ինչ որ դու սկսել ես։ Եվ ուզում ենք, Տեր, որ դու ավելացնես այն ինչ որ արդեն սկսել ես։ Եվ հիմնական պատգամս այդ ուղղությամբ է լինելու, ինչպիսին էր Հիսուս Քրիստոսը, որ Աստված նրա հետ էր։ Եվ մենք պետք է օրինակներ վերցնենք Հիսուս Քրիստոսից, քանի որ Աստված նրա հետ էր։ Եվ օրինակ վերցնելով ասենք, Տեր, մենք ուզում ենք դու նաև մեզ հետ լինես։ Այսօր մեզ հետ ես եւ շարունակես մեզ հետ լինել, որտեղ մենք փափագում ենք, Տեր, ունենալ քո բարեհաճությունը, ունենալ քո առաջնորդությունը, ունենալ քո աջակցությունը, փառք ես, Տեր։ Ես չեմ ուզում սիրելիներ, որ մենք խոսենք, որ Հիսուս Քրիստոսը այսինչ մարդու հետ էր։ Տերը այսինչ բանը արեց։ Տերը այսինչ հրաշք արեց։ Տերը այս մարդուն 3 տարի առաջ բժշկեց։ Տերը
2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսի հետ էր, Տերը Աբրահամի հետ էր, Տերը Պողոսի եւ Պետրոսի հետ էր, Տերը այսինչ բան արեց անցյալում։ Ես ուզում եմ այսօր սիրելիներ խոսել եւ ասել. Տերը ինձ հետ է։ Տերը ինձ հետ է եւ նա այսօր կենթանի է եւ հզոր է եւ այսօր էլ նրա ներկայությունը իրական է։ Դուք եք չէ՞ նույնը ուզում ժողովուրդ։ Տերը ինձ հետ է։ Տերը այս մարդու հետ է եւ այսօր Տերը ներկա է եւ այսօր Տերը գործում է։ Աստված Հիսուս Քրիստոսի հետ էր, դա խոսում է նրա մասին, որ Աստված կարող է նաև այսօր, քանի դեռ ես կամ եւ ողջ եմ, նա ինձ հետ լինի։ Եվ դա հոգևոր մարդու համար ամենակարևոր բանն է, որ Աստված նրա հետ լինի։ Մենք կարող ենք ունենալ անունը քրիստոնյա, մենք կարող ենք ունենալ պաշտոնը, հովիվ, առաքյալ, մարգարե եւ տարբեր պաշտոններ կարող ենք ունենալ, բայց սա է ամենակարևորը, արդյոք Աստված այդ մարդու հետ է։ Սա ամենակարևորն է, սիրելիներ։ Այսօր մի ամբողջ ժողովուրդ կոչվում է քրիստոնյա ժողովուրդ։ Այսօր մի ամբողջ աշխարհամաս կարող է կոչվել քրիստոնյա աշխարհամաս, բայց հարցը սա է. արդյոք Աստված նրանց հետ է։ Այո, մենք կարող ենք կոչվել Աստծո անունով եւ կարող ենք ունենալ շատ պաշտոններ եւ տիտղոսներ, բայց սա է. արդյոք Աստված ինձ հետ է եւ արդյոք Աստված մեզ հետ է։ Եվ սա ամենակարևոր բանն է. արդյոք ես ունեմ Աստծո բարեհաճությունը։ Արդյոք Աստված օրհնում է, աջակցում է, առաջնորդում է։ Այսօր Աստված երկրի վրա փնտրում է մարդիկ, ովքեր որ կլինեն իր գործակիցները։ Աստված զորության խնդիր չունի, Աստված չունի որևէ խնդիր, նա պարզապես փնտրում է գործակիցներ։ Փնտրում է մարդիկ, որոնց հետ կամենում է քայլել, որոնց հետ կամենում է զրուցել, որոնց կամենում է գործածել, որոնց կամենում է փոխանցել իր սրտում եղածը։ Տալ այն տեսլականը, որ ինքը ունի, տալ այն կամքը, որ ինքը ունի, այն սպասումները, որ ինքը ունի, այն առաքելությունը, որ ինքը ունի, ուզում է փոխանցել։ Եվ փոխանցելով նրան մենակ չի թողնում, ասում է ես քեզ հետ եմ։ Ես քեզ հետ եմ։ Ես պատրաստ եմ առաջնորդելու, օրհնելու, զորացնելու քեզ։ Այսօր Աստված փնտրում է գործակիցների։ Կան այստեղ մարդիկ, որոնք կարող են ասել Աստված ես ուզում եմ լինել քո գործակիցը։ Ես ուզում եմ լինել մարդ, որին դու փնտրում ես։ Ես ուզում եմ լինել մարդ, ում հետ դու կքայլես եւ կգործես։ Փառք մեր Աստծուն։ Աստված ամեն ժամանակ ամենուր է։ Ամեն ժամանակ ամենուր է։ Չկա այդպիսի մի վայր, որ Աստված ներկա չլինի։ Չկա այդպիսի մի վայր, որ Աստված ներկա չլինի։ Անկամ ամենավատ հանցանքը գործող վայրում է ներկա Աստված։ Ամենասուրբ վայրում եւ ամենապիղծ վայրում Աստված ներկա է։ Անկամ Սուրբ Գիրքը ասում է, որ նրա ներկայությունը հասնում է մինչև դժոխքը։ Չկա սահմաններ Աստծո համար, չկան պատեր եւ առաստաղներ Աստծո համար, չկան արգելքներ եւ փակ դռներ Աստծո համար։ Նա ամենուրեք է ամեն ժամանակ, նա ամենակարող, ամենագոհ Աստվածն է։ Բայց նա ուզում է ինչ որ տեղերում դրսևորի իր ներկայությունը։ Նա ուզում է ինչ որ վայրերում հայտնի իր ներկայությունը։ Այո, նա ամենուրեք է, բայց բոլորը չեն տեսնում նրան։ Այո, նա ամենուրեք է, բայց բոլորը չեն զգում նրա ներկայությունը։ Այո, նա ամենուրեք է, բայց բոլորը չեն կարող փաստել ու վկայել, որ Աստված ներկա է։ Այո, ամենուրեք են, բայց մարդիկ ամենուրեք չեն ապաշխարում, որտեղ չեն հանդիպում նրան։ Եվ Աստված փնտրում է մարդիկ, որոնց կարող է այցելել, օրհնել, առաջնորդել, եւ այդ մարդիկ դառնալով նրա գործակիցը կարող են հայտնել աշխարհին, որ Աստված ինձ հետ է։ Աստված այստեղ ներկա է, Աստված խոսեց, աղոթքի միջոցով Աստված գործեց, Աստված գործում է եւ Աստված փնտրում է մարդիկ, որոնց միջոցով կարող է դրսևորվել այս աշխարհի մեջ։ Կարող ես ասել, ահա ես Տեր այն մարդը, որ ուզում եմ իմ միջոցով դու դրսևորվես։ Այո, դու ամենուրեք ես, բայց ես ուզում եմ լինել այն մարդը, որ մարդիկ կտեսնեն քեզ իմ միջոցով, որ դու կերևաս իմ միջոցով, որ դու կդրսևորվես իմ միջոցով, որ երկինքը հայտնի կլինի երկրին իմ միջոցով։ Ուզում եմ դու ինձ հետ լինես, Աստված։ Եվ սա նպատակ չի պարզապես լավը զգամ ինձ, պարզապես փրկվեմ, այո ես փրկվել եմ, բայց ես ուզում եմ իմ կյանքը ապրել
քո կամքի համեմատ, որ դու քո կամքը ամբողջությամբ կատարես իմ կյանքի մեջ։ Երբ որ Աստված մարդու հետ է, դա նշանակում է այդ մարդը փրկված է, նրա մեղքերը ներված են, նա Աստծո զավակն է, որտեղ Աստված ընտրել է նրան, եւ մարդը կարիք ունի իր մեղքերը խոստովանի եւ դարձի գա եւ փրկություն ունենա։ Երբ որ Աստված մարդու հետ է, դա նշանակում է Աստված ունի իր բարեհաճությունը այդ մարդու նկատմամբ, Աստված հավանում է այդ մարդուն։ Երբ որ Աստված մարդու հետ է, դա նշանակում է, որ Աստված օրհնում է այս մարդուն։ Երբ որ Աստված մարդու հետ է, դա նշանակում է, ինչպես Սուրգիկն է ասում, եթե Աստված մեզ հետ է, ով կարող է հակառակ լինել մեզ։ Դա նշանակում է, որ Աստված հաղթություն է տալիս այդ մարդուն։ Երբ որ մենք ունենք սիրելիներ դժվարություններ, պայքարներ, պատերազմներ, միշտ հիշենք Սուրբ Գիրքը հստակ ասում է Հռոմեացիս 8:31-34-ը, արդ եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ կանգնել, ով կարող է մեզ հակառակ կանգնել։ Ամենակարևորը ոչ թե այն է, թե մեզ հակառակ են, թե մեզ կողմ են, այլ ամենակարևորը նա է, արդյոք Աստված իմ հետ է։ Եվ եթե Աստված ինձ հետ է, ուրեմն պատերազմը ես հաղթելու եմ։ Եթե Աստված ինձ հետ է, ուրեմն հակառակողները չեն կարող հաջողություն ունենալ։ Եթե Աստված ինձ հետ է, ուրեմն օրհնությունը շարունակական է լինելու։ Շատ դեպքերում մենք օրհնվում ենք ինչ-որ բաներից եւ մտածում ենք, օրհնվեցինք, պահենք հաջորդին, վաղվան, միսօրվան, 1 տարի հետո, եթե Աստված ինձ հետ է, ամեն օրվա մանանան օրհնությամբ գալու է իմ կյանքի մեջ եւ չի պակասելու օրհնությունները, որովհետեւ Աստված ինձ հետ է։ Փառք մեր Աստծուն։ Իսկ եթե Աստված ինձ հետ է, ուրեմն շարունակաբար նա սրբելու եւ մաքրելու է ինձ, ինչպես Սուրբ Գրքում գրված է, որպես իր եկեղեցի, նա շարունակաբար սրբում եւ մաքրում է մեզ, որպեսի փառավոր կանգնեցնի մեկ օր իր առաջ։ Եթե Աստված ինձ հետ է, ուրեմն շարունակաբար նա ինձ մաքրում եւ սրբում է, փառք մեր Աստծուն։ Եթե Աստված ինձ հետ է, ինչպես որ Հեսուի հետ էր, ուրեմն ես հաջողություն կունենամ իմ կյանքի մեջ։ Այո, բաներ կարող են լինել, որ ես հետ քաշվեմ հասկանալով, որ իր կամքը չի, բայց այն ինչ որ իր կամքն է, ես հաջողություն կունենամ։ Կարող ես դու քո համար ամեն ասել։ Ինչու ես հաջողություն ունեմ, որովհետեւ Աստված ինձ հետ է, փառք Աստծո։ Ինչ անեմ, որ Աստված ինձ հետ լինի, կամ ինչպես քայլեմ, որ Աստված ինձ հետ լինի։ Մի քանի բաներ ուզում եմ բաժնեկցել ձեզ հետ, որոնք ես տեսնեմ Հիսուս Քրիստոսի կյանքի մեջ եւ նաեւ մի քանի աստվածաշնչյան հերոսների կյանքի մեջ։ Հիսուս Քրիստոս իր մասին հայտարարեց եւ ասեց. «Ինձ նմանվեք։ Ինձ նմանվեք, որ ես հեզ եմ եւ խոնար։ Ինձ նմանվեք, որ ես խոնար եմ»։ Երբ որ ես նայում եմ Հիսուսի կյանքը, նա շատ համարձակ էր, նա շատ կտրուկ կարող է լինել, նա շատ զորավոր կարող էր խոսալ, քարոզել, բայց միևնույն ժամանակ նա խոնարհաբար քայլում էր Աստծո առաջ եւ կարողանում էր ծառայել խոնարհաբար Աստծուն։ Սիրելիներ, ինչու եմ այս կետերը ես ընտրել մեզ համար։ Իմ նպատակը սա է. Տեր, ես ուզում եմ նմանվել քեզ։ Հիսուս, ես ուզում եմ նմանվել քեզ։ Ես ուզում եմ, որ դու հաճենաս իմ հետ լինել։ Տեր, այն ինչ որ դու սկսել ես մեր եկեղեցում, մեր շրջանակներում, մեր Տեր առաջնորդների մեջ, մեր մեջ ինչ որ սկսել ես, Տեր, ես ուզում եմ, Տեր, որ այն հաստատվի եւ ավելի զորավոր կերպով առաջ գնա։ Այն ավելի զորավոր կերպով շարժվի եւ առաջ գնա։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսի հետ էր Աստված, ինչու, որտեղ նա խոնար էր։ Սաղմոս 2-ն ասում է, Սաղմոս 34:18, Տերը մոտ է նրանց, որոնց սիրտը կոտրած է ու հոգով խոնարհվածներ են։ Նրանց ապրեցնում է Աստված, Սաղմոս 34:18։ Առաջ Աստված տեսնում ենք, որ ընդունեց եւ օրհնեց Հիսուս Քրիստոսին, եւ նա գալով ասեց, որ Տիրոջ հոգին ինձ վրա է եւ նա ինձ օծել է, եւ նաեւ գործքի մեջ ենք տեսնում, որ Տիրոջ խոսքը ասում է, որ նա օծել էր։ Ինչու? Որտեւ նա խոնարհվել էր եւ խոնարհաբար եկավ այս աշխարհ, որպեսզի Աստծո կամքը կատարի։ Խոնարհաբար նա կարողացավ քարոզել ավետարանը։ Խոնարհությունը այն չէ, որ մենք խեղճ ենք, որ մենք սիրներ մեզ վատն ենք տեսնում, ոչ, խոնարհը նա է, որ տեսնում է իր առավելությունները, խոնարհը նա է, որ տեսնում է իր կարողությունները, բայց նա երբեմն կարող է լռել իր առավելությունների եւ կարողությունների մասին։ Նա տեսնում է, որ իսկապես ինչ որ գործեր ինքը կարող է անել, բայց երբեմն նա կարող է լռել, որտեղ դրա կարիքը չկա։ Նա խոնարհաբար կարողանում է Տիրոջ կամքը կատարել եւ փառավորել Աստծուն։ Նա խոնարհաբար կարողանում է ընդունել Աստծո կամքը, եւ եթե ինչ որ մի բան Տիրոջ կամքն է, այո, նա չի հանձնվում մինչև որ գնա եւ Տիրոջ կամքը կատարի, որտեղ նա խոնարհվել է Աստծո կամքի առաջ եւ նա ուզում է Աստծո կամքը կատարել իր կյանքում։ Խոնարհությունը, որը թույլ է տալիս, որ Աստված գա մարդու կյանքի մեջ, թույլ է տալիս, որ մարդը ունենա Աստծո բարեհաճությունը։ Մովսեսի մասին գրված է, որ նա աշխարհի բոլոր մարդկանցից ամենախոնար մարդն էր, ամենահեզը եւ խոնարհը։
Եվ շատ ժամանակներ ես ասում եմ, որն էր Մովսեսի հաջողության գաղտնիքը, եւ հիշում եմ, որ երիտասարդ հասակում մեկ անգամ Աստված ինձ բացեց, որտեղ է երևում Մովսեսի խոնարհությունը, որտեղ է երևում Մովսեսի խոնարհությունը, այն ժամանակ, երբ որ ինքը ոսկին հալեցրեց եւ խմացրեց մարդկանց, երբ որ ինքը այդ 10 պատվիրանների քարերը կոտրեց, որտեղ էր երևում Մովսեսի խոնարհությունը։ Նա հզոր առաջնորդ էր, նա մեկն էր, որը Աստված բարեհաճում էր նրան գործածել, նրա խոնարհությունը որտեղ էր երևում, եւ Աստված մեկ օր ինձ բացեց, նայիր, յուրաքանչյուր դեպքի ժամանակ, յուրաքանչյուր խնդրի ժամանակ, ամեն իրավիճակի ժամանակ, նա իմաստություն ունենալով, նա փորձառություն ունենալով, նա ուժեղ մարդ լինելով, նա ընկերներ ունենալով, ծառայակիցներ ունենալով, դա իրեն չէր հետաքրքրում, իր խոնարհությունը կայանում էր նրանում, նա գնում էր Աստծո մոտ, Աստված, հիմա ինչ անեմ։ Աստված, հիմա ինչ ես ասում, որ ես անեմ։ Նա թեև կարող է իմանալ ինչ պետք է անի կամ կարծել ինչ պետք է անի, բայց իր խոնարհությունը դրսևորվում էր. խոսիր ինձ հետ Աստված։ Խոսիր ինձ հետ Աստված, ինչ կարող եմ ես այս պահին անեմ։ Դրա համար, երբ որ ընդդիմանում էին նրա դեմ, նա չէր պայքարում նրանց դեմ, երբ որ ընդդիմանում եւ չարախոսում էին նրա դեմ, նա ձայն չէր հանում, այլ Աստված նրա հետ էր եւ Աստված պայքարանում էր նրանց դեմ, ովքեր որ ընդդիմանում էին Մովսեսին։ Երբ որ նա գնաց կանգնեց ամենահզոր մարդու առաջ եւ ասեց. «Թույլ տուր, որ իմ ժողովուրդս դուրս գան Եգիպտոսից, որտեղ Աստված է այդպես ուզում», նա խոսեց Աստծո անունից եւ թույլ տվեց, որ Աստված գործի նրա կյանքում։ Երբ որ ժողովուրդը բողոքում են ջրի հետ կապված, նա գնաց Աստծո մոտ ասելով. «Տեր, ջրի կարիք ունենք, Տեր, մսի կարիք ունենք, Տեր, հացի կարիք ունենք»։ Աստված նրա հետ էր։ Ամեն դժվարության ժամանակ, ամեն խնդրի ժամանակ, ամեն խնդրի ժամանակ, ինչու որտեղ այս մարդը որոշել էր խոնարհաբար իր ընթացքը կատարի։ Երբեմն Աստված սիրելիներ ուզում է մեզ խոնարհեցնել, որ մենք հասկանանք իր կամքը, որ մենք գնանք իր մոտ։ Աստծո նպատակը երբեք ցածրացնելը չի մեզ սիրելիներ։ Նա մեզ այնքան փառավոր է ստեղծել։ Նա այնքան մեծ փառք է դրել մարդ արարածի մեջ։ Աստծո նպատակն է, որ անգամ այն ինչ որ մարդու մեջ դրել է, կարողանա լիարժեք մարդու մեջ գործածել, մարդու միջոցով գործածել այն ինչ որ Աստված դրել է մեր մեջ։ Մարդ էակը փառավոր է ստեղծված։ Եվ Աստծո ակնկալիքը մարդուց շատ մեծ է։ Եվ Աստծո նպատակը չի երբեք մարդուն ցածրացնել, այլ ընդհակառակը, որ մարդուն բարձրացնի այնքան, որ կարողանա իր կամքը կատարել մարդը։ Սա է Աստծո նպատակը։ Բայց շատ ժամանակներ Աստված մարդուն ոչ թե ցածրացնելու, այլ խոնարհեցնում է այնտեղ, որ մարդը կարողանա ասել. «Տեր, դու ինչ ես ուզում։ Տեր, դու ինչ ես ասում։ Տեր, որն է քո կամքը։ Տեր, որն է քո խոսքը։ Խոսիր ինձ հետ։ Առաջնորդիր ինձ։ Տեր, խոսիր ինձ հետ»։ Եղել են բաներ իմ կյանքի մեջ, օրինակի համար հենց հովվական ծառայությունը, երբ որ առիթ էր ստանձնելու, եւ ես ասի. «Տեր, դու գիտես իմ փափագը, դու գիտես իմ կարողությունը, դու գիտես իմ սրտի կարգավիճակը, դու գիտես ես ինչ եմ ուզում եւ ինչ չեմ ուզում, Տեր, բայց ես պատրաստ եմ, եթե քո կամքն է, եթե անգամ այն դժվար լինի ինձ համար, եթե անգամ ծանր լինի ինձ համար, բայց ես պատրաստ եմ քո կամքի առաջ խոնարհվելու, Աստված։ Դու չգիտես ինչ է սպասվում քեզ հաջորդ օրը, դու չգիտես ինչ է լինելու հաջորդ տարի, դու չգիտես ինչ է սպասվում քեզ, բայց երբ որ դու խոնարհվում ես Աստծո կամքի առաջ, ինչպես որ Հիսուս Քրիստոսը խոնարհաբար ընդունեց Հոր կամքը իր կյանքում, Աստված իմ խոնարհությունը պսակում է փառքով, երկնքի կամքով եւ օրհնություններով։ Աստված Մովսեսի հետ էր։ Դրա համար ոչ մեկ եւ ոչինչ չէր կարողանում նրան ընդդիմանալ։ Դրա համար յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր խնդրեմ, յուրաքանչյուր կրիզիսային իրավիճակ լուծում էր գտնում, որովհետեւ խոնարհ մարդու հետ էր Աստված եւ Աստված հրաշք էր գործում փառք մեր Աստծուն։ Եվ մեկ օր Աստված ասեց այս խոնարհ մարդուն. «Ես քեզ հետ չեմ գա, այս ժողովուրդը ըմբոս ժողովուրդ են, ես չեմ առաջնորդի, դու գնա, իմ հրեշտակին կդնեմ, որպեսզի առաջնորդեն ձեզ»։ Այս մարդը շատ լավ էր հասկացել։ Ամեն բանից առավել կարևոր է Աստծո ներկայությունը։ Ամեն բանից առավել կարևոր է, որ Աստված ինձ հետ ներկա լինի։ Ինչ է պետք ինձի փառքը, ինչ է պետք ինձի հարստությունը, ինչ է պետք, ոչինչ ինձ պետք չի, հրեշտակն էլ ինձ պետք չի, զորություններն էլ ինձ պետք չեն, ինչ որ դրսևորումներն էլ ինձ պետք չեն, ինձ պետք է միայն որ դու ինձ հետ լինես։ Ոչ Աստված։ Ես հոժար չեմ։ Երևի թե դա միակ դեպքն է, որ նա Աստծուն ասեց ոչ։ Եղել են դեպքեր, որ նա Աստծուն ասել է ոչ, մեկը Աստված հաղթել է իրեն։ Այս անգամ թույլ տվեք այսպես ասեմ, մի քիչ փոխաբերական իմաստով, այս անգամ Մովսեսը կարծես հաղթեց Աստծուն։ Ասեց ոչ Աստված։ Եթե դու չգաս ինձ հետ, ես ոչ միտեղ չեմ գնա։ Ինձ համար կարևոր է քո ներկայությունը։ Ինձ համար կարևոր չի
կրակեսյունը եւ ամպիսյունը։ Ինձ համար կարևոր չէ Քանանի երկիրը, ինձ համար կարևոր չեն միլիոնավոր ժողովրդի հարգանքն ու պատիվը, ինձ համար առաջին տեղում քո ներկայությունն է, որ դու ինձ հետ լինես։ Սա խոնար մարդու դրսևորում է։ Այնինչ որ Աստված մեր կյանքում կատարում է սիրներ եւ ավելին է անելու մեր կյանքերում։ Մենք կարող ենք այն պահել եւ ավելացնել միայն ու միայն, եթե խոնարհաբար մենք շարունակենք պաշտել ու քայլել Աստծո ճանապարհների մեջ եւ պաշտել Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Դրա համար նրա հետևորդը Հեսուն նույն կերպով սովորել էր։ Ու երբ որ ժամանակը եկավ, Աստված նույն բաները նրան ասեց. Եթե կարողանաս իմ խոսքերը պահել, ես քեզ հետ կլինեմ, ինչպես իմ ծառա Մովսեսի հետ էի։ Սա ամենակարևոր բանն էր, որ Աստված փոխանցեց Հեսուին, քեզ հետ կլինեմ։ Ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես քեզ հետ կլինեմ։ Սա է հաջողության գրավականը, որ Աստված լինի մեզ հետ։ Կրթությունը, գիտությունը, կապերը, փողը, փառքը, ամեն բան կարող են կարևոր լինել, բայց նրանք սիրներ կարևոր չեն այնքան, որքան Աստված մեզ հետ լինի։ Այսա ամենակարևոր բանն է։ Իսկ Աստված ում հետ է։ Նրանց, ովքեր որ սրտով խոնարհ են։ Լինենք համարձակ, լինենք քաջ, լինենք համարձակ, լինենք նախանձախնդիր Աստծո համար, բայց միևնույն ժամանակ Աստծո առաջ լինենք խոնարհ, որ կարողանանք նրան փառավորել միայն, նրան պաշտել միայն, բայց միևնույն ժամանակ կրել այն կոչումը, որ մենք ունենք, եւ համարձակ տանել առաջ փառք մեր Աստծուն։ Հիսուս Քրիստոսը սրտով մաքուր էր, նա կյանքով մաքուր էր, նա ոչ մի մեղք չգործեց, իր սիրտը մաքուր էր եւ Աստծո խոսքը ասում է. Աստված նրա հետ էր։ Ինչու? Որտեւ նա սրտով մաքուր էր։ Աստված խոնարհների հետ է եւ միևնույն ժամանակ Աստված սրտով մաքուրների հետ է։ Այնքան կարևոր է, որ մարդը իր սիրտը մաքուր պահի։ Այնքան կարևոր է, որ մարդը իր կյանքը մաքուր պահի։ Որքան որ իրենից է կախված եւ որքան որ ինքը կարողություն ունի, սրբի իր անձը Աստծո խոսքով, գա Աստծո առջև, եթե ինչ որ հարցեր ունի, եւ ասի Տեր ների ինձ եւ մաքրիր ինձ։ Սրտով մաքուր էր Հիսուս Քրիստոսը։ Դրա համար Աստված նրա հետ էր։ Ամեն քայլափոխին մենք կարող ենք ունենալ գայթակղություններ։ Ամեն քայլափոխին Սատանան կարող է փորձել մեզ գցել մեր վիճակից, մեր կյանքից, մեր իրավիճակներից, բայց Աստված ի զորու է մեզ պահելու ու պաշտպանելու։ Կարող ես ամեն ասել այս խոսքին։ Եվ Աստված կարող է ինձ ու քեզ հաղթություն տալ։ Ուզում խոսքս ուղղել այն մարդկանց, ովքեր որ այսօր պայքարներ ունեն մեղքի հետ, գայթակղությունների հետ, ինչ որ հարցերի հետ, լսիր։ Եթե դու կարծում ես, որ քեզանից ավելի ուժեղ է եւ զորավոր է, Սատանան խաբել է եւ մենք հավատացել ենք դրան։ Ոչ, Աստված քեզ ավելի ուժեղ է ստեղծել եւ քո մեջ եղած այն հոգին, որ Սուրբ հոգին է, ավելի զորավոր է, քան այդ մեղքի հոգին։ Եվ դու կարող ես հաղթել եւ ավելի մաքուր ապրել այսօր Աստծո առջև։ Աստված Հիսուս Քրիստոսի հետ էր, որտեղ նա սուրբ էր ապրում, մաքուր էր ապրում եւ Աստված նրան օրհնում եւ հաջողություն էր տալիս։ Աստված ինձ հետ է, որտեղ Աստված նորից ինձ մաքրել ու սրբել է եւ ես նրա զավակն եմ այսօր Փառտիրոջը։ Կարող ես ասել ամեն այս խոսքերը քո համար։ Եթե կա որևէ խանգարող բան, այսօր լուծիր այդ ամենը, որտեղ դա բացարձակ իր մեջից զորություն չի առաջացնում, զորություն չի ներկայացնում, Տերը ավելի զորավոր է։ Այստեղ տասնյակ մարդիկ կան կարող են վկայել, որ Աստված իրենց ազատել է տարբեր կապանքներից, որոնց մեջ աշխարհը այսօր եւ տարբեր մարդիկ տանջվում են, բայց Աստված ազատել է իրենց ցույց տալով, որ ինքը շատ ավելի զորավոր է։ Քո մտքի մեջ կարող ես ասել, կուզես բարձրաձայնել ասա, այսօր է իմ սրբության եւ ազատագրման օրը։ Ես ուզում եմ, որ դու իմ հետ լինես Աստված։ Ես ուզում եմ, որ դու ինձ գործածես Աստված։ Ես ուզում եմ հաջողություն ունենալ Աստված։ Ես ուզում եմ Տեր քեզ ուրախացնեմ, ես ուզում եմ քո կամքը կատարվի իմ կյանքի մեջ։ Դրա համար այսօրվա կոնֆերանսի ժամանակ ես ավելի եմ սրբանալու։ Ես ազատագրվելու եմ այն բաներից, որոնք որ իմ կյանքում կան եւ ինձ անհանգստություն են պատճառում։ Այդպիսի մի տխուր դեպք կա Սուրբ գրքում 5 կտակարանում, այդ մարդը քահանա էր Եվ ցավոք սրտի նա իր դիրքի մեջ չէր, նա ճիշտ չէր ապրում, հեղի քահանա եւ նա ուներ որդիներ, որոնք հաջորդաբար պետք է կարողանային քահանայություն անեն եւ առաջնորդը լինեին Իսրայել ժողովրդի, բայց նրանք ճիշտ ձևով չէին ապրում Աստծո առջև։ Հեղի քահանան եւ նրա երկու որդիները, որոնք Աստծո առջև ճիշտ չէին ապրում, Վոպնին եւ Փենեհեսը։ Եվ Աստված հանդիմանեց հեղի քահանային ասելով, որ դու ճիշտ չես ապրում Աստծո առջև, եւ դու պետք է ապաշխարես, եւ դու պետք է
կարողանայր քո որդիներին ճիշտ դաստիարակություն տայր եւ քո որդիներին ավելի խիստ եւ սաստիկ լիներ, բայց իր որդիները շարունակում էին մեղքի կյանք ապրել։ Նրանք ծռում էին Աստծո խոսքը, ոչ թե միայն մեղք էին գործում, այլ ծռում էին Աստծո խոսքը եւ նրանք չէին հետևում Աստծուն։ Նրանց սիրտը ուղիղ չէր Աստծո առջև։ Իրենց շահի մասին էին միայն մտածում։ Աստծուն չէին պատվում այնպես, ինչպես որ պետք է պատվեին, նրանք ճիշտ կյանքով չէին ապրում։ Նրանք կանչված էին լինելու առաջնորդներ, քահանաներ, Աստծո օծյալներն էին կանչված լինելու, բայց նրանք ճիշտ կյանքով չէին ապրում Աստծո առջև։ Երբ որ եկավ ժամանակը եւ պատերազմ տեղ ունեցավ, փղշտացները դուրս եկան պատերազմի, նրանք այս երկու որդիները Հեղի քահանայի առաջնորդեցին զորքը, պատերազմի դաշտը, եւ նրանք պարտվեցին։ Հազարավոր մարդիկ զոհվեցին, որտեղ Աստված այլևս դրանց հետ չէր։ Եվ իրենք մի բան մոգունեցին եւ մի բան մտածեցին, ինչ կարելի անել հաղթություն ունենալու համար։ 3-4 հազար մարդ զոհվել էր արդեն եւ իրենք պարտվել են։ Եվ ինչ որոշեցին այս երկու զավակները Հեղի քահանայի, գնանք եւ Աստծո ներկայության խորհրդանիշ հանդիսացող ուխտի տապանակը բերենք պատերազմի դաշտ։ Եվ նրանք մարդ ուղարկեցին եւ ուխտի տապանակը, որը խորհրդանիշն էր Աստծո ներկայության։ Ուխտի տապանակը խորհրդանիշն էր Աստծո ներկայության։ Եվ երբ որ ուխտի տապանակը բանակ մտցրեցին, Իսրայելի զորքը աղաղակեց, այնպես աղաղակեց, այնպես գոչեցին, հաղթանակի աղաղակ էր դա։ Իրենք դեռ չէին պատերազմել եւ նախորդ մարտում իրենք պարտություն էին կրել, բայց կարծես թե արդեն հաղթել են, հաղթանակի աղաղակ բարձրացրեցին, այնպիսի մեծ աղաղակ բարձրացավ, որ թշնամի ու բանակը ասեց, իմացավ ինչ է տեղ ունենում, ասեց վայ մեզ, որտեղ նրանց աստվածները, որոնք կոտորել են այս ազգերին, այսօր նրանք գալիս են մեր դեմ եւ մեծ վախ ընկավ փղշտացների բանակի մեջ, ինչու որտեղ Աստծո ներկայության խորհրդանիշ տապանակը մտել էր բանակ։ Նրանք վեր կացան պատերազմի, 30,000 մարդ կոտորվեց եւ նրանք մեծ պարտություն, խայտարակ պարտություն կրեցին։ Տեր Աստված, ուխտի տապանակը, Տեր Աստված, քո ներկայության խորհրդանիշը, Տեր Աստված, ախր դու մեզ հետ ես, ոնց կարող ենք մենք պարտվել։ Այսօր շատ ձևեր կարող են ունենալ մարդիկ եւ անգամ եկեղեցիները։ Շատ կերպեր կարող են ունենալ, որոնք ներկայացնում են, որոնք ցույց են տալիս, կարծես թե Աստված մեզ հետ է։ Շատ բաներ մենք կարող ենք անել արտաքուստ եւ ցույց տալ ասելով Աստված ինձ հետ է։ Շատ եկեղեցիներ եւ տաճարներ կարող են ցույց տալ, որտեղ կա ձևը, կա կրոնը, կա կերպը, կա այն ամեն ինչ, որ հոգեվորություն է խորհրդանշում։ Մենք ունենք սա։ Մենք պահպանում ենք սա։ Մերն է սա։ Նրանք ունեին ուխտի տապանակը, խորհրդանշում էր Աստծո ներկայությունը, խորհրդանշում էր, որ Աստված իրենց հետ է, բայց Աստված իրենց հետ չէր այլևս։ Եվ ամբողջ մի զորք, ամբողջ մի ժողովուրդ պարտություն կրեցին։ Եվ երբ որ լուրը հասցրեցին Հեղի քահանային, Հեղին մահացավ։ Երբ որ լուրը հասավ այս երկու որդիների կանանց, նրանց այս զավակներից մեկի կինը, որ Հղի էր, Փենեեսի կինը, Հղի էր, նա ծնունդ տվեց, որը կոչեցին նրան Իգաբոտ։ Իգաբոտը ծնվեց, եւ նա ծնեց, եւ նա էլ մահացավ։ Հայրը, մայրը մահացան եւ ծնեց Իգաբոտը։ Եվ Իգաբոտը խորհրդանշական թարգմանաբար նշանակում է Աստծո փառքը վերցվեց մեզանից։ Եվ Աստծո փառքը վերցրեց Հղիի տնից։ Ինչու՞։ Նա ուներ պաշտոնը, նա ուներ ամեն բան, նա ուներ իշխանությունը, բայց նա որոշեց իր սիրտը, իր կյանքը մաքուր չապրել Աստծո առջև։ Սիրելի քույրեր, եղբայրներ, սիրելի եկեղեցի, դատարկ է եւ ունայն է ամեն բան, ինչը որ կա։ Մենք հպարտանում ենք ասելով, որ այսօր մենք հանդիսանում ենք առաջին պետությունը, ով ընդունել է քրիստոնեությունը։ Մենք հանդիսանում ենք քրիստոնյա ժողովուրդ։ Մենք Աստծուն պաշտում ենք, մենք Աստծուն երկրպագում ենք, բայց այդպես բան չկա, ամբողջ ազգի մասին է խոսքը։ Մենք հանդիսանում ենք քրիստոնյա ժողովուրդ, բայց այսօր բավական է դուրս գալ փողոցները եւ կտեսնենք, որքան ոչ քրիստոնեական բաներ կան մեր կյանքերի մեջ։ Այո, մենք ունենք ձևը, այո, մենք ունենք միգուցե խաչակնքվելու կերպը, այո, միգուցե մենք այցելում ենք եկեղեցիներ, վանքեր, տաճարներ, այո, շատ բաներ քրիստոնեական անում ենք։ Բայց Աստված չայցելեց այդ բանակը, որտեղ նրանք ծռել էին Աստծո խոսքը, նրանք Աստծո խոսքով չէին ապրում։ Այսօր շատ կարևոր է, որ մարդու սիրտը, մարդու կյանքը Աստծո առջև մաքուր լինի։
Աստված չի դատապարտում այսօր ինձ ու քեզ, ընդհակառակը։ Իր շնորհքի առատության ժամանակաշրջանն է։ Փրկության տարին հռչակել է Աստված, ասելով՝ յուրաքանչյուր բան, որ դու անում ես, արի իմ առաջ։ Ես պատրաստ եմ ներելու քեզ, ես պատրաստ եմ ընդունելու քեզ։ Եվ Աստված իր եկեղեցուն տվեց պաշտոնը, միջնորդության պաշտոնը, ինչպես որ Պողոս առաքյալը ասում է, այսօր մենք էլ դեսպանություն ենք անում եւ աղաչում ենք ձեզ, հաշտվեցեք Աստծո հետ, հաշտվեցեք Աստծո հետ, հաշտվեցեք Աստծո հետ։ Ինչ որ բաներ կան, որոնք հաստ չենք Աստծո հետ, գանք Աստծո առաջ։ Տեր, ես ուզում եմ դու ինձ հետ լինես։ Ես ուզում եմ իմ սիրտն ու իմ կյանքը մաքուր լինի քո առաջ։ Ինչ որ բաներ կան, մաքրիր ինձ Աստված եւ օգնիր ինձ, որպեսզի գործածես շատ շատերի մաքրության համար։ Հիսուս Քրիստոսը խաչի վրա գանված այս խոսքերը աղաղակեց. Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Հայր Աստված, որ ուներ ամբողջ բարեհաճությունը իր որդու նկատմամբ եւ ինքը վկայեց մի քանի անգամներ, որ սա է իմ որդին, որին հավանել եմ, նա իմ որդին է, որ իմ բարեհաճությունը ունի, նա իմ որդին է, որ իմ կամքն է կատարելու, նա իմ որդին է, ում ես եմ աշխարհ ուղարկել, նա իմ որդին է, նրան լսեք։ Հանկարծ այս նույն հայրը, որը վկայություն էր տալի իր որդու մասին, որը հավանում էր իր որդուն, նա թողեց իր որդուն խաչի վրա գանված եւ Հիսուս Քրիստոս ասեց. Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Որտեվ հայրը չէր հաճենում այն ամեն ինչ, որ Հիսուս Քրիստոսը վերցրել էր իր վրա, իմ մեղքերը, քո մեղքերը իր վրա, եւ որտեղ որ կա այն մեղքերը, Աստծո ներկայությունը այնտեղից կարող է հեռանալ։ Հիսուս Քրիստոսը սրտով մաքուր էր եւ իր կյանքը սուրբ էր Աստծո առաջ, դրա համար Աստված նրա հետ էր։ Հիսուս Քրիստոսը հնազանդ էր Աստծուն։ Նա հնազանդվում էր ամեն բանում։ Եվ նա անգամ եկավ Գեթսեմանի պարտեզում, որը մեծ փորձության մեջ էր, եւ հրեշտակը եկավ եւ զորացրեց նրան։ Բայց նա այս խոսքերն էր ասում. Հայր, հեռացրու, եթե կարելի է, բայց ես պատրաստ եմ քո կամքը կատարելու։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր Աստծո եկեղեցին կանչված է Աստծո գործը գործելու համար։ Եվ Աստված ունի շատ հանձնարարություններ եւ շատ հարցերում Աստված առաջնորդում է մեզ։ Պատգամի սկզբին ասեցինք, եթե ցանկանում եք ասեք, ահա ես Տեր, ես եմ ուզում։ Գործածիր ինձ, ուղարկիր ինձ։ Պատրաստ ենք հնազանդվելու Աստծուն ամեն հարցերի մեջ, եթե Տերը կամենա եւ առաջնորդի մեզ։ Հիսուս Քրիստոսը հնազանդվեց իրեն։ Հորը հնազանդվեց եւ իր հնազանդությունը հայտնեց։ Եվ Հիսուսը ասեց, որ ես ձեզ հետ եմ, աշակերտներին ասեց, ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը գնացեք։ Եթե դուք գնաք եւ ամբողջ աշխարհ ավետարանը քարոզեք, ուրեմն վստահ եղեք, որ ես ձեզ հետ եմ։ Եթե ես հնազանդվեմ Աստծուն եւ քայլեմ նրա խոսքի մեջ եւ հնազանդվեմ Աստծուն, նա ինձ մենակ չի թողնում։ Յուրաքանչյուր վայր, որ մենք գնում ենք, Աստծո կամքը կատարելու համար, հավատանք, որ Աստված մեզ հետ է։ Եվ Աստված շնորհք է տալու մեզ, եւ Աստված օրհնելու եւ բարձրացնելու մեզ փառք նրան։ Պատրաստ ենք Աստծո կամքը կատարելու եւ հնազանդվելու նրան ամեն հարցի մեջ, եթե Աստված առաջնորդի։ Այսօր եկեղեցին իրավունք չունի իր կամքը կառուցելու, եկեղեցին իրավունք չունի իր կամքը թելադրելու, այսօր եկեղեցին իրավունք չունի Աստծուն թելադրելու այսպես կամ այնպես արա։ Եկեղեցին պետք է հնազանդվի Աստծուն, ինչպիսին էլ որ Աստված առաջնորդի։ Համաձայն ենք։ Իսկ եկեղեցին հնազանդվում է Աստծուն առաջին հերթին, անհատապես մեր կյանքում, երբ որ մենք հնազանդ ենք նրան, ինչ որ հարցերի վերաբերյալ հնազանդություն եւ կատարյալ հնազանդություն։ Շատ դեպքեր եղել են, որ մեր կյանքերում կարող ենք փաստել ու ասել, ես այսպես էի մտածում անել եւ գիտեի, որ սա ճիշտ է, բայց Աստված ներսից առաջնորդեց, դա ճիշտ չէ, կամ այդպես մի արա։ Եթե մենք, երբ որ մենք հնազանդվել ենք Աստծուն, քիչ հետո մենք տեսել ենք, Աստված ճիշտ էր ու ես սխալ։ Միայն թե պետք էր հնազանդություն ունենալ։ Ուզում ես Աստված քո հետ լինի եւ ուզում ես շարունակի Աստված իր գործը քո կյանքերի մեջ, հնազանդվիր Տիրոջը։ Ինչի մեջ Աստված քեզ առաջնորդում այս պահին։ Ուզում եմ մի պահ հիշես։ Կամ բաներ, որ Աստված քեզ առաջնորդել է, կամ ծառայություններ, որոնց մեջ Աստված քեզ առաջնորդել է, կան հարցեր, որոնց մեջ Աստված քեզ առաջնորդել է։
Ու դու ասել ես, որ միգուցե հիմա չէ, վաղը, ժամանակ չունեմ, այսօր դեռ հնարավորություն չկա, շտապիր հնազանդվելու Աստծուն, որտեղ Աստծո հաջողությունն ու բարեհաջությունը գալու է քո կյանքում այն ժամանակ, երբ որ կհնազանդվես Տիրոջը, եւ հնազանդությամբ կմտնես քո կոչման մեջ։ Հեսուին պատվեր տվեց Աստված ասելով. Եթե իմ խոսքերը պահես ու կատարես, հնազանդվես ինձ ամեն հարցի մեջ, ես քեզ հաջողություն եմ տալու։ Ես քեզ հաջողություն եմ տալու։ Վերջին ուզում ասել եւ ավարտել իմ խոսքը։ Աստված Հիսուս Քրիստոսի հետ էր, որտեղ Հիսուսը ամեն օր փնտրում էր նրան։ Ամեն օր ուներ աղոթքի կյանք, ամեն օր գնում էր նրա մոտ։ Ժամանակներ առաջ մի ծառայողի հանդիպեցի ես, որ լուրջ ծառայող էր։ Շատ բավականին մեծ գործեր էր կատարում։ Եվ առիթ ունեցա նրա հետ մի քանի օր անցկացնելու։ Եվ ամեն օր ես զարմանում էի եւ ասում էի Աստված, ախր այս մարդը քեզ հետ հաղորդակցվելու ժամանակ չունի։ Նա մեծ գործեր է գործում, մեծ անուն ունի, բայց քո հետ չի հաղորդակցվում։ Եղավ առիթ անգամ խոսեցինք իրար հետ։ Եվ ինձ համար իսկապես մեծ ցավ էր եւ միևնույն ժամանակ ինձ համար դաս էր, ով ուզում ես եղիր, ինչպիսի իրավիճակի մեջ ուզում ես հասած լինես, ինչպիսի զբաղվածություն ուզում ես ունեցի, որքան շատ հոգսեր ու խնդիրներ ու պարտքերի մեջ ուզում ես եղիր, որքան մեծ հաջողությունների մեջ ուզում ես եղիր, քո կյանքի ապահովությունը միայն ու միայն նրա հետ հաղորդակցելու մեջ է։ Կոչը սա է։ Ուզում ենք Աստված մեզ հետ լինի, ուրեմն ամեն օր փնտրենք նրան, ամեն օր հաղորդակցվենք նրա հետ, որպեսզի չլինի թե ունենանք ուխտի տապանակը, ձևը, կերպը, բայց չունենանք անձամբ Աստծուն մեր կյանքերի մեջ։ Մենք կարիք ունենք ամեն օր գնալու Աստծո մոտ, մենք կարիք ունենք ամեն օր հաղորդակցվելու նրա հետ, մենք կարիք ունենք վերցնելու նրանից իր խոսքը, իր կամքը, իր ճշմարտությունները, այն ինչ որ ունի, եթե ես ուզում եմ նա ինձ հետ լինի, ուրեմն նայեք, Հիսուս Քրիստոսը վեր էր կենում առավոտյան դեռ չլուսացած եւ նա աղոթք էր անում։ Եվ հատկանշական է, երբ որ Մարկոս առաջի գլխում է կարծեմ գրած կամ 4-րդ, չեմ հիշում այս բանը, ասում է նա վեր կացավ Պետրոսի զոնքաջի տանից հետո, դրա այդ գիշերվանից հետո նա վեր կացավ եւ գնաց մի անապատ տեղ, որ աղոթք անի, որ ոչ մեկ չկար։ Նա փնտրում էր տեղեր, որ իրեն չխանգարեն եւ նա ժամերով աղոթքի մեջ էր լինում։ Եվ ինչն էր հետարքիր, որ աշակերտները երբ որ վեր կացան եւ տեսան Հիսուս այնտեղ չի, իրենք գտան Հիսուսին աղոթելիս։ Որտեղ են գտնում մարդիկ մեզ։ Որտեղ են մարդիկ մեզ գտնում փնտրելիս։ Հիսուսին գտան աղոթելիս։ Տերը մոտ է բոլորին, ով որ իրեն կանչում է։ Այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ Մոտեցիր Աստծուն, Հակոբոս ասում է, եւ նա կմոտենա քեզ։ Այսօր ժամանակն է, որ ձևերը, կերպերը, անունը, կրոնավորությունը, ամեն բան, ինչ որ ես թվարկեցի, իրենց տեղը զիջեն կյանքին, Աստծո ներկայությանը, Աստծո խոսքի համեմատ Աստծո դրսևորմանը, Աստծո զորավոր ներկայությանը։ Այսօր դրա ժամանակն է, որ Աստված դրսևորվի, որտեղ օրերը չար են եւ մենք ապրում ենք վերջին օրերում եւ մենք ժամանակ չունենք։ Ժամանակ չունենք խաղեր խաղալու, ժամանակ չունենք կրոնավորություն խաղալու, ժամանակ չունենք այսօր անունը կրելու, միայն ժամանակ չունենք այսօր ինչ որ բաներ անելու, մենք ժամանակ ունենք միայն Աստծով լցվելու եւ Աստծուն այս աշխարհին հայտնելու։ Հովսեփը, որը վաճառվեց եղբայրների կողմից, գիտենք, որ նա որպես ստրուկ վաճառվեց, Աստված նրան բարձրացրեց եւ նրան պետապրեսի տանը, թագավորի ծառայի պետապրեսի տանը Աստված բարձրացրեց Հովսեփին։ Եվ Սուրբ գրքում գիտեք ինչ է գրված, որ Աստված Հովսեփի հետ էր։ Աստված Հովսեփի հետ էր, փառք մեր Աստծուն։ Եվ հաջորդ համարը այսպես է ասում. Եվ պետապրեսը տեսավ, որ Աստված Հովսեփի հետ է։
Ես կարող եմ շատ աղաղակեմ եւ ասեմ. Աստված իմ հետ է, Աստված ինձ օրհնում է, Աստված իմ զորությունն է, Աստված ինձ տվել է։ Բայց Պետրոսը տեսավ, որ Աստված Հովսեփի հետ էր։ Կոչը սա է։ Այս աշխարհը չի ճանաչում Աստծուն, իսկ ես ու դու ճանաչում ենք։ Այս աշխարհը չունի Աստծուն, իսկ ես ու դու ունենք Աստծուն։ Այս աշխարհը չգիտի Աստծո կարողության մասին, իսկ ես ու դու փորձառաբար գիտենք Աստծո կարողության մասին։ Կան այստեղ մարդիկ, ում որ Աստված բժշկել է որևէ հիվանդությունից։ Վաու։ Կա այստեղ մարդ, որը Աստված ազատել է իրեն մեղքի ինչ որ կապանքներից, որ ինքը ինքնուրույն չի կարողացել ազատագրվել։ Կրկին վաու։ Կա այստեղ մարդ, որ ասել են անհնարին է, եւ դու էլ ես ասել, որ անհնարին է, բայց Աստված հնարավոր է դա դարձել քո կյանքի մեջ։ Այ մենք այս Աստծուն ենք ճանաչում։ Այս պատերից դուրս հազարավոր եւ միլիոնավոր մարդիկ նրանք չգիտեն այս Աստծուն։ Նրանք չեն ճանաչում այս Աստծուն։ Ի վերջո Աստված ինձ հետ է։ Ուրեմն մարդիկ պետք է տեսնեն, որ Աստված ինձ հետ է։ Ես պետք է հայտնեմ մարդկանց, որ Աստված ինձ հետ է։ Եվ նրանք պետք է ճանաչեն այն Աստծուն, որ ինձ հետ է։ Ամեն։ Կներեք էլի, բայց այսպիսի կենցաղային եւ առօրյական, ընտանեկան մի քիչ հարց տամ։ Կան այստեղ ամուսնացած մարդիկ, ում կողակիցը դեռ ապաշխարած չէ։ Կան։ Կան։ Հավատում ես, չէ, որ իրենք ապաշխարելու են։ Գիտես, չէ, որ իրենք քո մեջ Աստծուն են փնտրում։ Չգիտեիր։ Գիտեիր։ Իրենք ուզում են Աստծուն տեսնեն քո մեջ։ Իրենք շատ են տեսել քեզ, շատ լավ գիտեն քեզ, բայց իրենք ուզում են Աստծուն տեսնեն։ Գիտեք, որ Աստծուն, ներող Աստծուն, սիրող Աստծուն, օրհնող Աստծուն, Սուրբ Աստծուն ուզում են տեսնել մեր մեջ։ Գիտեք, այն հարևանները, որոնք որ անարդարացի են վարվել քեզ հետ, իրենք ուզում են Աստծուն տեսնեն։ Եթե չեն էլ ուզում, միևնույն կտեսնեն, եթե դու Հիսուսի նման ներողամիտ լինես իրան նկատմամբ։ Գիտես, այն տարիներով քո ընկերը, բարեկամը, որը տառապում է տարբեր հիվանդություններով, երեք Էջմիածինում շատ սիրուն, գեղեցիկ, օրհնյալ մի երիտասարդ կար, որ քայլելու խնդիր ուներ, լսելու խնդիր ուներ։ Այնքան սիրտս համ սիրեցի այդ երիտասարդին, համ սիրտս ցաված, ասում Տեր, խնդրում եմ քեզ զորացրու իր ոտքերը, բժշկի իր ականջները, ուզում եմ որ նա լսի, որ նա խոսի, որ նա քայլի, Տեր։ Անկեղծ մեծ ցավ ապրեցի, որ ուզում էի Տերը իրան բժշկի, ու ես հավատում եմ, որ Տերը կարող է եւ կբժշկի նրան։ Այս շատերը կան մեր շուրջը, սիրելիներ։ Իրենք կարիք ունեն հանդիպելու այստեղի գրված Աստծուն, եւ իրենք կարիք ունեն հանդիպելու այն Աստծուն, որ քո կյանքում հրաշքներ է արել։ Եկեք գնանք եւ խոսենք այդ մարդկանց հետ։ Ինչպես որ Պետրոսը տեսավ, որ Աստված Հովսեփի հետ էր, այդպես թող տեսնեն, որ Տերը մեզ հետ է։ Ինչպես որ վկայեց Հիսուս Քրիստոսի մասին, որ Տերը նրա հետ էր, թող այդպես վկայվի մեր մասին, որ Աստված նրա հետ է։ Չվախենանք խոսելուց, չվախենանք բարձրաձայնելուց, չվախենանք վկայելուց մարդկանց։ Պատմենք Հիսուսի մասին, պատմենք Հիսուսի քաղցրության եւ սիրո մասին, չվախենանք մարդկանց հոգսերի, հիվանդությունների համար աղոթք անելուց։ Մի վախեցիր։ Աստված քեզ կզարմացնի շատ։ Գիտես ոնց է զարմացնելու քեզ, որ դու տանը հոգս ունես, դժվարություն ունես, դու կուզենայի որ Աստված քո հոգսն ու բեռը լուծի, բայց քո հարևանը բժշկվելու է քո աղոթքի միջոցով։ Դու ասելու ես, Տեր Աստված, փառք ես իհարկե, բա ես։ Աստված ասելի է, իմ շնորհքը բավարար է քեզ։ Համարձակ լինենք։ Չափսոսանք այն Աստծուն, որ մեր մեջ է, առատապես տանք մարդկանց։ Սիրելիներ, այսօր մենք որպես Աստծո եկեղեցի կանչված ենք այն Աստված, որ մեզ հետ է, հայտնի անենք աշխարհին։ Եվ աշխարհը տեսնի,
որ Աստված ինձ հետ է։